Գիշերային կրակոցներ, սպանված համայնքապետ, ոստիկան եւ մի երիտասարդ, ով ոչ միայն խոստովանում է իր կատարածը, այլև ցույց է տալիս հանցագործության գործիքը, բայց ամենամեծ շոկը թաքնված է այս խոստովանության հետևում։ Ինչու էր 20-ամյա Գևորգ Հարությունյանը որոշել կրակել հենց այդ մարդկանց վրա, որոնք էին իրական դրդապատճառները։ Եվ ինչ կապ ունի այս ամենը փետրվարյան ողբերգության հետ, երբ Մերձավանում սպանվեց Գրիգոր Օհանյանը։ Երեկ ուշ գիշեր Վաղարշապատի ոստիկանության բակում հայտնվեց երիտասարդ տղա, որը մինչ այդ անունով ծանոթ էր միայն մի փոքր շրջապատի։ Նա կանգնեց եւ խոստովանեց. «Այո, ես եմ կրակել»։ Այդ խոստովանությունը սառեցրեց ներկաների արյունը։ Հանցագործության գործիք հանդիսացող զենքը նա անձամբ ցույց տվեց։ Սա դարձավ առաջին մեծ շրջադարձը գործի մեջ։ Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում։ Գևորգ Հարությունյանը սովորական կասկածյալ չէր։ Նա եղել է փետրվարին Մերձավանում զոհված Գրիգոր Օհանյանի ընկեր, որը թվում է վրեժ էր լուծում։ Նա նաև մտերիմ կապեր ուներ Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։ Այդ անուններն արդեն իսկ քաղաքական ենթատեքստ են հաղորդում կատարվածին։ Իսկ երբ գործին ավելացավ երկրորդ ձերբակալվածը, Նարեկ Օհանյանը, պատկերը դարձավ ավելի բարդ։ Նարեկը ոչ միայն Գևորգին էր օգնել սպանության ընթացքում, այլև ինքն էլ սերտորեն կապված էր Մերձավանի ուժեղ ֆիգուրների հետ։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը, ոստիկան Կարեն Աբրահամյանը, սպանվեցին սեպտեմբերի 23-ին Մերձավանի Երևանյան խճուղում հնչած կրակոցների հետևանքով։ Երրորդ անձը, Արծրուն Գալստյանը, հրազենային վնասվածք ստացավ, բայց կենդանի մնաց։ Միջադեպը տեղի ունեցավ Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետևում։ Դիմակավորված մարդը մոտեցավ ձեռնոցներով եւ առանց երկմտելու կրակ բացեց։ Համայնքապետն այլևս չկար։ Այս դեպքը պայթեցրեց հասարակությունը։ Մի մասը չէր հավատում, որ 20-ամյա երիտասարդը կարող էր միայնակ որոշել ու իրականացնել նման հարձակումը։ Մյուսները համոզված էին, որ սա շարունակությունն էր փետրվարի իրադարձությունների, երբ սպանվեց Գրիգոր Օհանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ հայտարարեց, որ այս դեպքը անհանգստացրել է նաև իրեն։ Նա ընդգծեց. «Այս ամենի հետևանքով պաշտոնանկություններ են եղել, սակայն դատավարությունը դանդաղ է ընթանում»։ Հետաքրքիր է, որ փետրվարի գործով արդեն 14 մեղադրյալ կար, բայց նրանցից միայն մեկը գտնվում էր կալանքի տակ։ Հարց է առաջանում. եթե փետրվարին արդարություն չէր հաստատվել, արդյոք սեպտեմբերի կրակոցները դարձան այդ բացի հետևանք։ Կարող էր արդյոք Գևորգ Հարությունյանը զգալ, որ պարտավոր է վերջին խոսքը ասել իր ընկեր Գրիգորի փոխարեն։ Իրավապահները վստահեցնում են, որ Մերձավանի սպանությունը բացահայտված է։ Նարեկ Օհանյանը կալանավորվել է, Գևորգը խոստովանել է։ Բայց այդ խոստովանության մեջ այնքան շատ բացարձեր կան, որ հասարակությունը մնում է անպատասխան սպասման մեջ։ Ինչու հենց Վալոդիա Գրիգորյանը։ Ինչ կապ ուներ նա փետրվարի իրադարձությունների հետ։ Ինչու սպանվեց նաև Կարեն Աբրահամյանը։ Այսօր առավոտից Մերձավանը շրջափակված է ոստիկանության զորքերով եւ սև բերետավորներով։ Գյուղում տիրում է լարված մթնոլորտ։ Տեղացիները խուսափում են խոսել, բայց նրանց հայացքներում երևում է վախ եւ միաժամանակ լռությամբ տրվող հարց. ով է հաջորդը։ Ամենահետաքրքիր պահը դեռ առջևում է։ ՆԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրորդ կասկածյալը նույնպես խոստովանել է, թե հենց ինքը է կրակել 3 անձանց ուղղությամբ։ Ստացվում է, որ կա երկու խոստովանություն Գևորգից եւ երկրորդ կասկածյալից։ Բայց ով է իրականում սպանել։ Սա արդեն վերածվում է առեղծվածի։ Թեև պաշտոնական մարմինները վստահեցնում են, որ շուտով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, այս պահին հասարակության մոտ աճում է անվստահությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը փորձում է զոհաբերել երիտասարդներին, պաշտպանելու իրական կազմակերպիչներին։ Արդյոք Գևորգ Հարությունյանը պարզապես գործիք էր, որը գործի դրեցին ուժեղ ձեռքեր։ Արդյոք փետրվարի սպանության հետքերը հասան մինչև սեպտեմբեր։ Իսկ գուցե այս ամենը ընդամենը սկիզբն է ավելի մեծ բախման։ Մարդկանց ամենամեծ հարցը հիմա հետևյալն է. երկու խոստովանություն, բայց մեկ իրական հանցագործություն։ Ով է ստում։ Արդյոք Գևորգ Հարությունյանը փորձեց իր վրա վերցնել ընկերոջ մեղքը, թե երկրորդ կասկածյալը հայտնվեց ճնշման տակ ու ստիպված ասաց այն, ինչն ուզում էին լսել։ Երբ նման հակասական հայտարարություններ են հնչում, հասարակության վստահությունը իրավապահների նկատմամբ սկսում է սասանվել։ Սակայն պետք է հիշել մեկ այլ կարևոր հանգամանք։ Գևորգ Հարությունյանը ոչ միայն ընկերն էր փետրվարին սպանված Գրիգորի, այլև Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի մտերիմը։ Իսկ Մհեր Ախտոյանը քաղաքական դաշտում բավականին ազդեցիկ անուն է։ Սա արդեն խոսում է այն մասին, որ այս գործը սովորական քրեական պատմություն չէ։ Այն ունի քաղաքական ենթատեքստ, որից խուսափել այլևս հնարավոր չէ։
Երբ իրավապահները հայտնեցին, որ հանցագործության գործիքը հայտնաբերվել է եւ ներկայացվել, մարդկանց մի մասը անգստացավ։ Սակայն մյուսները հարց տվեցին, իսկ գուցե այդ զենքը պարզապես թողնված էր, որպեսզի փակեր հարցերը։ Վերջին տարիներին Հայաստանում ոչ մեկ անգամ վև է տեսել, թե ինչպես ապացույցները կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։ Հասարակությունը սպասում էր նաև դատախազության արձագանքին։ Եվ ահա, գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քննությունը ամբողջական է։ Մեղադրական եզրակացությունը հաստատված է, գործը փոխանցվել է դատարան։ Թվում էր, ամեն ինչ գնում է հանբուցալուծման։ Բայց միևնույն ժամանակ հրապարակվեց տեղեկություն, որ փետրվարի գործով մեղադրյալներից շատերը կալանքի տակ չեն։ Սա ևս մեկ անգամ խարխլեց հավատը համակարգի հանդեպ։ Արդյոք սա նշանակում է, որ ամենաուժեղ կապեր ունեցող մարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ, մինչդեռ հասարակ երիտասարդները, ինչպես Գևորգը եւ Նարեկը, դառնում է զոհեր, ոչ միայն կրակոցների, այլև քաղաքական խաղերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այս առումով հետաքրքիր են։ Նա ասաց, որ իր համար էլ անհանգստացնող է այն փաստը, որ այս գործերով մեղադրյալները լիովին պատասխանատվության չեն ենթարկվում։ Միաժամանակ վարչապետը նշեց, որ կա բանտերի ծանրաբեռնվածության խնդիր, բայց արդյոք հասարակ մարդու համար կարող է սա բավարար պատճառ լինել։ Երբ սպանվում է համայնքապետը եւ ոստիկանության աշխատակիցը, արդյոք մենք կարող ենք խոսել բանտերի ծանրաբեռնվածությունից։ Մերձավանում մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մարդիկ փակված են իրենց տներում, իսկ փողոցներում հսկողություն են իրականացնում սև բերետավորները։ Մի գյուղ, որը սովոր էր իր առօրյա խաղաղությանը, հիմա վերածվել է գիշերային պարեկային գոտու։ Մարդիկ շշնջում են միայն մեկ բան. սա դեռ վերջը չէ։ Արծրում Գալստյանը, ով հրազենային վիրավորում ստացավ, շարունակում է բուժում ստանալ։ Նրա ցուցմունքները կարող են դառնալ առանցքային այս գործի մեջ։ Սակայն մինչ այս պահը իրավապահները չեն հրապարակել նրա ասածները։ Ինչու՞։ Գուցե նրա պատմությունը չի համընկնում այն սցենարի հետ, որ փորձում են առաջ տանել։ Եվ այստեղ առաջանում է ամենասարսափելի հարցը. արդյոք մենք ականատես ենք դառնում հերթական գործին, որտեղ ճշմարտությունը զոհաբերվում է քաղաքական հաշվարկների համար։ Եթե այո, ապա սա նշանակում է, որ սպանությունները շարունակվելու են։ Որովհետև երբ արդարությունը թերի է, վրեժխնդրությունը երբեք չի ավարտվում։ Այդ պատճառով էլ Մերձավանի գործը կարևոր է ոչ միայն այս գյուղի, այս համայնքի կամ անգամ Արմավիրի մարզի համար, այն կարևոր է ողջ Հայաստանի համար։ Եթե այս անգամ ճշմարտությունը չբացահայտվի ամբողջությամբ, վաղը նոր կրակոցներ կհնչեն։ Եվ հիմա ես ուզում եմ քեզ թողնել այս հարցով. ով էր իրականում կրակողը։ Գևորգը, Նարեկը, թե մեկը, ում անունը մենք դեռ չենք լսել։ Սեպտեմբերի 23-ի ուշ գիշեր Վալոդիա Գրիգորյանի նորակառույց առանձնատան բակում ամեն ինչ հիշեցնում էր նախապես պլանավորված գործողություն։ Դիմակավորված ձեռնոցներով մարդը մոտեցավ 3 հոգու եւ առանց խոսքի բացեց կրակ։ Մայթեզրին մնացին 2 դիակ եւ 1 վիրավոր։ Վարկյաններ անց հանցագործը անհետացավ գիշերում։ Սարսափելի է պատկերացնել։ Այդ պահին Վալոդյան անգամ չհասցրեց հասկանալ, թե ինչու հենց ինքն է թիրախում։ Իսկ Կարեն Աբրահամյանը, ով ծառայության մեջ չէր, բայց եղել էր ընկերոջ կողքին, դարձավ երկրորդ զոհը։ Դրանից հետո սկսվեցին հարցերը. ով էր սպանության իրական պատվիրատուն։ Արդյոք երիտասարդ Գևորգը միայնակ էր գործել։ Եթե այո, ուրեմն որտեղից նրան այդքան կազմակերպվածություն, այդքան սառնասրտություն։ Իսկ եթե ոչ, ուրեմն ով կանգնած է նրա հետևում։ Հիշեցնենք, Նարեկ Օհանյանը, որը նույնպես կալանավորվեց, Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի ազգականն է։ Նա նաև փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սա արդեն վկայում է, որ այս պատմությունը լի է արյունոտ վրեժի շղթաներով։ Գրիգորը սպանվեց փետրվարին, եւ արդեն սեպտեմբերին զոհ գնացին համայնքապետ Վալոդյան եւ ոստիկան Կարենը։ Թվում է, ամեն նոր կրակոց միայն ավելի է խորացնում այս թշնամանքը։ Իրավապահները շտապեցին հայտարարել, որ գործը բացահայտված է, բայց շատ փորձագետներ զգուշացրեցին, երբ հանցագործությունը ներկայացվում է այսքան արագ եւ կազմված, դա կարող է նշանակել, որ իրական պատմությունը թաքցվում է։ Եվ այստեղ ամենավտանգավորն այն է, որ հասարակությունը սկսում է կասկածել ոչ թե մեղադրյալներին, այլ հենց պետական համակարգին։ Արդյոք Գևորգի խոստովանությունը անկեղծ էր, թե նրան համոզեցին կամ նույնիսկ ստիպեցին։ Իսկ երկրորդ կասկածյալի խոստովանությունը, արդյոք դա չէր մի քայլ, որը պետք է շփոթեցներ հասարակությանը։ Ինչպես կարող է լինել, որ երկու մարդ խոստովանում են նույն հանցագործությունը։ Ամենամեծ բացահայտումը դեռ սպասվում է։ Արծրում Գալստյանի ցուցմունքները կարող են լուսավորել շատ բան, բայց մինչ այժմ դրանք փակ են մնում։ Հնարավոր է, որ նրա պատմածը լիովին հակասում է այն վարկածին,
որ փորձում են պաշտոնապես ներկայացնել։ Իսկ եթե այդպես է, ապա կստացվի, որ ամբողջ հանրությունը մոլորության մեջ է պահվում։ Այս պատմության ողբերգական կողմը միայն այն չէ, որ երկու մարդ սպանվեց, այլ նաև այն, որ ժողովուրդը նորից սկսեց կորցնել հավատը արդարության նկատմամբ։ Փետրվարի դեպքից հետո արդեն կար այդ կասկածը։ Հիմա այն վերածվեց վստահության կորստի։ Եվ եթե պետությունը չի կարողանում պաշտպանել անգամ համայնքապետին, ինչ երաշխիք ունի սովորական քաղաքացին։ Վարչապետի խոսքերը Ստրասբուրգում հնչեցին խիստ, բայց ոչ բավարար։ Նա խոսեց պաշտոնանկությունների, բանտերի ծանրաբեռնվածության մասին։ Բայց հասարակության համար սա բացատրություն չէ։ Մարդիկ ուզում են մեկ բան՝ պատասխանողին տեսնել դատարանում եւ համոզվել, որ այս անգամ արդարությունը չի զոհաբերվի։ Այստեղ ամենաուժեղ հարցը մնում է բաց։ Արդյոք սա ընդամենը վրեժի պատմություն է, թե ավելի մեծ խաղի մի մաս։ Երբ համայնքապետի սպանությունը կապվում է նախկին ղեկավարների, նրանց ազգականների եւ ազդեցիկ ընկերների հետ, արդեն դժվար է հավատալ, որ ամեն ինչ միայն անձնական հաշվեհարդար էր։ Այստեղ ամենայն հավանականությամբ գործում են ուժեր, որոնք փորձում են վերահսկել համայնքները։ Ուժեր, որոնք չեն խոշում նույնիսկ արյուն թափել։ Եվ հենց սա է Մերձավանի պատմության ամենավտանգավոր հետևանքը։ Եթե այս գործը չպարզվի ամբողջությամբ, վաղը կարող է կրկնվել, որովհետև վրեժը նորից կդառնա հիմնական օրենքը։ Իսկ օրենքի բացակայությունը միշտ էլ բերում է նոր սպանությունների։ Հիմա կանգ առնենք ու մտածենք, եթե Գևորգը եւ Նարեկը պարզապես գործիքներ էին, ապա ով է իրական ձեռքը, որ սեղմեց զենքի ձգանը։ Ով է ստվերում կանգնած կազմակերպիչը։ Եվ ամենակարևորը, արդյոք հասարակությունը երբևէ կիմանա ճշմարտությունը։ Վերջում ես ուզում եմ ասել միայն մեկ բան. ճշմարտությունը միշտ էլ գալիս է վերև, նույնիսկ եթե փորձում են թաքցնել, բայց որքան ուշանա, այնքան ավելի թանկ կլինի դրա գինը։ Այժմ մենք կանգնած ենք ամենաթեժ կետում։ Մերձավանի դեպքերը, Վալոդիա Գրիգորյանի ու Կարեն Աբրահամյանի սպանությունը, Գևորգ Հարությունյանի խոստովանությունը, Նարեկ Օհանյանի ներգրավվածությունը Օրսա ստեղծում է լաբիրինթոս, որտեղ դժվար է տարբերակել ճշմարտությունը հորինվածքից, բայց կան մանրամասներ, որոնք ցույց են տալիս իրականությունը, եթե ուշադիր նայես։ Առաջինը՝ շարունակականությունը։ Փետրվարի սպանությունը, այնուհետև սեպտեմբերի իրադարձությունները ցույց են տալիս, որ սա ոչ միայն անձնական վրեժ չէ, այլ դարեր ի վեր կայացած կապերի, ազդեցության ու քաղաքական շահերի պայքարի ժամանակակից արտահայտություն։ Երբ մեկ մարդու արյունը դառնում է հաշվի գիրք, սա արդեն համակարգային խնդիր է։ Երկրորդը՝ ազդեցիկ կապերը։ Գևորգ Հարությունյանը երիտասարդ էր, բայց կապեր ուներ նախկին համայնքապետի եւ զոհված Գրիգոր Օհանյանի հետ։ Նարեկ Օհանյանն էլ ծանոթ էր ազդեցիկ մարդկանց։ Սա նշանակում է, որ սպանությունը միայն պատահական միջադեպ չէ, այն ուղիղ կապ ունի հասարակական ու քաղաքական լանդշաֆտի հետ։ Երրորդը՝ իրավապահների աշխատանքը։ Նրանք ձերբակալեցին, հայտնաբերեցին զենքը, հավաքեցին ցուցմունքներ, բայց հասարակությունը տեսնում է միայն մակերեսը։ Երբ խոսում են երկու խոստովանությունների մասին, երբ մեղադրյալներից շատերը ազատ են կամ տնային կալանքի տակ, վստահությունը համակարգի հանդեպ քայքայվում է, եւ սա վտանգավոր է։ Երբ մարդիկ կորցնում են հավատը արդարության մեջ, գալիս է անօրինականությունը, վրեժխնդրությունը ու նոր արյունահեղությունը։ Այստեղ ամենավտանգավոր հարցը մնում է. ով է իրական մարզիչը այս խաղում։ Ով է կանգնած ստվերում ու տալիս հրահանդները։ Հենց սա է սարսափի հիմքը։ Երբ չես տեսնում այն ձեռքը, որ խփում է, դու միշտ զգում ես սպառնալիքը։ Իսկ մենք, հասարակ քաղաքացիներս, մնացել ենք դիտորդներ։ Մենք տեսնում ենք հետևանքները, լսում ենք խոստովանությունները, բայց իրական պատասխանը դեռ վեր է պահված։ Այս պատմությունը ոչ միայն ահավոր ողբերգություն է 3 մարդու համար, այլ նաև զգուշացում բոլորիս համար, երբ արդարությունը ուշանում է կամ թերի է։ Յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր քաղաք, նույնիսկ ամենափոքր գյուղ կարող է դառնալ հաջորդ կրակոցի վայր։ Եվ վերջում ամենակարևոր դասը, որը կարող է դուրս գալ այս պատմությունից, շատ պարզ է. ճշմարտությունը միշտ ի հայտ է գալիս, անկախ նրանից, թե որքան փորձ է կատարվում թաքցնելու համար, բայց ուշացած ճշմարտությունը միշտ թանկ է նստում։ Հետևաբար, լսեք, դիտեք, հարց տվեք եւ մի թողեք, որ ստվերը վերահսկի ճշմարտությունը։ Եթե ցանկանում եք իմանալ բոլոր մանրամասները եւ թաքնված լարվածությունը, հետևեք մեր էջին, մնացեք մեզ հետ եւ հայտնաբերեք այն, ինչը շատերը դեռ չեն տեսել։ Բաժանորդագրվեք հիմա, որպեսզի չմասնակցեք պարզապես դիտորդ լինելու խաղին։